Այս պոզիտիվ տեսարանով ուզում եմ մի շատ նեգատիվ հարց քննարկել, չգիտեմ ինչի հետ էր կապված այդպիսի արձագանքները վիդեոին, վիդեոն մի փոքր արագացված էր ընկել, չգիտեմ ինչն էր պատճառը, ինձ թվում է մոնտաժի հետ կապված խնդիր էր եղել, բայց թե ինչի համար էին մարդիկ այդքան ագրեսիայով ու տենց մեծ վիրավորական կոմենտներով ինձ գրել, չեմ հասկանում իմաստը որն էր, բայց օքեյ, որ ասում է ոնց ցանկանաք ձեր կարծիքն է, ձեր մտածելակերպն է, եթե վիդեոն արագացված է, դա չի նշանակում, որ մարդը անգրագետ է, ասեմ իմանաք, անգրագետը նման կոմենտ գրող մարդն է, ու առհասարակ, երբ որ մարդը խոսում է, լսեք ինչ է խոսում, հետո նոր հիմար մեկնաբանություններ գրեք, իսկ այն բոլոր մարդիկ, ովքեր որ չէին հասկացել, թե ինչի մասին է վիդեոն, որովհետև վիդեոն արագացված տարբերակով է, շնորհակալ եմ, որ զգուշացրեցիք, հիմա կտեղադրեմ նորմալ տարբերակը ու կպատասխանեմ իմ համար շատ կարևոր հարցերի, որոնք որ մի աղջիկ է ինձ տվել, հոլովակը նկարել եմ դրա համար ու ուզում եմ բոլորիդ մաղթեմ այսենց պայծառ ու այսենց սիրուն օր։ Աղջիկներս, բարև բոլորիդ, ուրեմն, մինչև հարց ու պատասխանի վիդեո նկարել է, ուզում եմ վերջին տեղադրածս հոլովակի մեկնաբանությունները կարդալ ու պատասխանել ձեր հարցերին, որովհետև չեմ ուզում շատ անպատասխան մնան ձեր մեկնաբանությունները, իսկ երբ որ առանձին պատասխանում եմ մեկնաբանություններին, այդ ժամանակ ոչ բոլորն են տեսնում և նորից նույն հարցերը կրկնվում են, դրա համար հիմա միասին կկարդանք ու կպատասխանենք, չեմ խոստանում, որ հակիրճ վլոգ կստացվի, բայց մեծ հույս ունեմ, որ հետաքրքիր կլինի։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այն մեկնաբանությունների համար, որտեղ գրված է, որ դուք ինձ չեք մոռացել, որ դուք ինձ առաջին իսկ վիդեոից հետևում եք, անկեղծ շատ շնորհակալ եմ, ու անցնեմ առաջին հարցին, հարգելի Իդա, որ խնդրեմ կասեք ամուսինդ աշխատում է, եթե ոչ Բելգիան ձեզ գումար տալիս է ապրելու համար, պաչիկներ Կարինեից, ես էլ ձեզ եմ պաչիկներ անում, ուրեմն ուզում եմ ասեմ, որ ոնց որ Արտուրը սա սիրում ասել, մարդիկ մտածում են, որ եթե դու Եվրոպայում ես ապրում, ուրեմն այստեղ գումարը ծառից կախված է ու դու գալիս ես քաղում ես, տենց պրոստը պոկում ես ու ապրում ես, տենց բան չկա, հավատացեք, այստեղ առանց աշխատանքի ապրել հնարավոր չի, ինչքան էլ ձեզ գումար տան կամ չտան, բայց ուզում եմ ասեմ, որ Բելգիան մեզ գումար չի տալիս ապրելու համար, 3 երեխա ենք մենք պահում, իսկ ինչ վերաբերում է ամուսնուս աշխատանքին, այո, Արտուրը աշխատում է, նորից եմ ասում, առանց աշխատանքի այստեղ հնարավոր չէ ապրել, ու կարծում եմ, եթե մարդը աշխատող չէ, ուրեմն իմաստ չունի, որ նա հայտնվի այստեղ, որտեղ անիմաստ ժամանակ է կորցնելու։ Շատ եմ ուզում ես էլ աշխատել, բայց ցավոք սրտի շատ դժվար է այստեղ մանկապարտեզ գտնել երեխեքի համար, որովհետև մարդիկ տարիներով սպասում են, բայց այստեղի պլյուսներից մեկը այն է, որ երեխաները 2.5 տարեկանից գնում են դպրոց ու մայրիկները աշխատում են, այստեղ 4 ամսեկանից պարտեզ են ընդունում ու 2.5 տարեկանից դպրոց։ Հիմա ես սպասում եմ մյուս սեպտեմբերին, եթե մինչև այդ չլինի քրեշ, այդ ժամանակ նոր կկարողանամ աշխատել։ Խնդրում եմ ձեր գլխից հանեք այն միտքը, որ Եվրոպան դա բարեգործական հիմնադրամ է, ով ընդունում է տարբեր մարդկանց, գումարը տալիս է, սենց հաշվում է տալիս, ասում է գնացեք ձեր համար ապրեք, շատ ապրեք, որ եկել եք, տենց բան չկա, մոռացեք այդ ուղղակի։ Բելգիան բարեգործական հիմնադրամ չի ու եվրոպական ոչ մի երկիր, այդ թվում նաև։ Չեմ կարող բողոքել իմ ճամբարային կյանքից, որովհետև ես մաքսիմալ շփվող մարդ եմ ու շատ հաճելի ժամանակ եմ անցկացրել ճամբարում, չհաշված բոլոր պայմանային դժվարությունները ու մարտով
մեծախոսություն չհնչի, բայց դուք էլ եք տեսել էլի այն ամեն ինչը, այն կյանքը, որով որ ես ապրել եմ, այն մարդով շաբաթը 3 անգամ գնում էր ինչ-որ հանգստի, ինչ-որ հետաքրքիր տեղեր, ինչ-որ հավես բաներ էր անում, ճամբարային կյանք մտնելը այդ մի քիչ շատ ստրեսային ու շատ բարդ պրոցես էր, բայց հաղթահարեցինք, արդեն մեր տան մեջ ենք ապրում ու ամեն շատ լավ է հիմա։ Շատ եմ լսում, շատ եմ տեսնում մեկնաբանություններ, որտեղ գրած է, որ շատ տխուր եմ երևում, չգիտեմ այդ ինչից է, իրականում տխուր չեմ, անկեղծ տխուր չեմ ու մենակ, գիտեք ոնց, մենակ կարոտում եմ, մեկ էլ մի բան եթե գիտակցեք, ովքեր դրսում են ապրում, որ իրանք գիտակցեն, հաստատ իրանց համար շատ ավելի հեշտ կլինի հաղթարել այդ կարոտի զգացումը, այն պահը, որ դու սենց բարեկամներով միշտ շրջապատված ես ու միշտ ինչ-որ հավաքույթներ, հետաքրքիր բաներ, տենց առիթների մեջ ես լինում, դրանից հետո, երբ որ դու սենց կատեգորիկ մենակ ես, այսինքն մենակ աղբերս է, դրանից հետո շատ ստրեսային է քո համար, որ Աստված իմ, այն պահը, երբ որ ես կարեի գնայի մամայից տուն ու օրինակ կարային մեր պապայիս հոպարները մեր կողքն են ապրում ու մենք միշտ տենց մեծացել ենք, մենք բարեկամությունից շատ մեծ ենք ու այն որ մարդով տենց մեծ շրջապատի մեջ մեծացած, որ ամեն իրիկուն հավաքվում ենք, ով ինչ ունի տնից բերում է, հաց ենք ուտում, առավոտները միասին այգում սուրճ ենք խմում, մի խոսքով շատ հետաքրքիր առօրյայից հետո գալիս է սենց լրիվ մենակություն, այդ աբսուրդ է, կամ օրինակ գնում ենք Արտուրենց տուն, աշոտենք էին գալիս, Արտուրեն ծնողների տուն, աշոտենք էին գալիս, նստում, ասում, խոսում, ծիծաղում ու սենց մենակություն բարդ է, բայց երբ որ դու քեզ կարողանում ես բռնացնել այն կետի վրա, որ ենթադրենք ինչ-որ մեկի ծնունդն է, առիթ է, ու այդ ընդամենը մի քանի ժամ է, դրանից հետո դրա հաջորդ օրով ամեն մեկը գնում է իր գործերով ու ենթադրենք դու նորից մենակ ես ու նույն բանն է, դու կարողանում ես քեզ դրանով սփոփել, որ ամեն ինչ նույնն է մնացել, այնպես չի, որ այնտեղ ենթադրենք բոլորը սկսել են իրար հետ ապրել, ամեն մեկն իր ընտանիք ունի, ամեն մեկը իր հոգսերը ունի, ու դու էլ ստեղ մենակ ես քո հոգսերով, չէ, նույնն այսինքն, ուղղակի որոշակի օրեր կա, որ նրանք միասին են, դու այստեղից ես, օրինակ կամերայով ես իրանց հետ, ու օրեր կա, որ առիթ է, դու չես մասնակցում, մենակ էտ է մի քիչ սենց բարդ, բայց որ գիտակցում ես ամեն ինչ նույնն է, այն որ ասում ամեն մարդ իրա դարդին, դու էլ քո դարդին, նույն բանն է, այդ պահի վրա, որ ձեզ բռնացնեք, ավելի հեշտ է լինում։ Հիմա ուզում եմ կարդալ մնացած մեկնաբանությունները, անցնենք առաջ, չիկներիս համար ուրախ են, շնորհակալ եմ, առաջին օրվանից հետևում են, ու սենց ակտիվ գրում են, ինչի համար տեղափոխվեցիք ՀՀ-ում էլ վատ չէիք ապրում, օքեյ, ինչի համար տեղափոխվեցինք, ես կգա մի հատ ժամանակ, երբ որ ես պատրաստ կլնեմ դրա մասին խոսալու ու կխոսամ այդ թեմայից ձեր հետ, այո, մենք ՀՀ-ում վատ չէինք ապրում, ու նենց չի, մենք ՀՀ-ում վատ էինք ապրում, դրա համար ենք տեղափոխվել այստեղ, ովքեր որ չգիտեն, կարան հետ գնան իմ բոլոր վլոգները նայեն ու ասեմ, որ ես այդ վլոգներում նկարել եմ ընդամենը ենթադրենք որոշ մասեր, լիքը շատ լավ պահեր ա եղել, որ չեմ նկարել կամ հավես չեմ ունեցել նկարեմ։ Այո, մենք ՀՀ-ում լավ էինք ապրում, բայց նես չի, մենք եկել ենք ստեղ, որ սկսենք լավ ապրել։ Հիշեք, միշտ հիշեք, դա կյանքի լավագույն կանոնն է։ Աշխատող մարդը ամեն տեղ լավ ապրում, ամեն տեղ, իսկ նախանց չաշխատասեր մարդը միշտ իրա տեղում դոփում, նստած նախանձում է, թե ոնց է այն մեկը անում ու
տենց էլ նստած նախանձելով ամբողջ իր կյանքը անցնում է։ Դրա համար փորձեք ձգտել, նպատակ դրեք ձեր առաջ ու սլացեք դեպի ձեր նպատակը, կամ եթե չի ստացվում սլանել, դանդաղ քայլերով, բայց մոտեցեք այն նպատակին, որը ձեր առաջ դրել եք։ Անպայման, երբ որ ես հասկանամ, որ ես պատրաստ եմ այդ թեման քննարկել ձեզ հետ, անպայման այդ թեմայից կխոսենք, թե ինչու ենք մենք եկել այստեղ։ Այս այդ հարցի պատասխանը հենց նոր 3 րոպե առաջ եմ ստացել, քանի տարի ես ապրում Բելգիա։ 1 տարի 5 ամիս, 5 ամիս դեռ չկա, 1 տարի 4 ամիս։ Այն նամակի, այն մեկնաբանությանը, որի համար սկսել եմ նկարել այս վլոգը, բայց ինձ սուրճ է պետք։ Ես սուրճս վերցրել եմ, պատրաստել եմ, եկել եմ այստեղ նստել եմ, որ ձեր համար նկարեմ, կոկորդս չորանում է, որ երկար խոսում եմ, բայց սուրճ չի խաբում, կապուչի։ Ասանք, ասեցի չէ, այն մեկնաբանությանը, որի համար այստեղ էինք հավաքվել։ Ուրեմն, ինձ գրել են, Իդա ջան, հարց ունեմ ձեզ, քանի որ մենք էլ ենք շուտով մեկնելու Բելգիա, կասեք հեշտ եք հարմարվել, պատմեք ճամբարում ինչպիսի պայմաններ են եղել, չնայած YouTube-ով վիդեոները հիասթափեցնող են։ Կպատմեք դպրոցների մասին, երեխաներս 6 և 7-րդ դասարանում են, այնքան են վատ բաներ պատմում, որ դեռ մեր թղթերը ընթացքի մեջ են, արդեն կամուկասի մեջ եմ։ Ձեզ նույն աղջիկն է գրել, ընդհանուր կարդում եմ, որ գլոբալ պատասխան է։ Ձեզ հեշտ է թողնել տուն ու տեղ ու հարմարվել 0-ից սկսելուն։ Շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք, քանի որ մենք էլ ընտանիքով կդառնանք ձեր նման էմիգրանտ։ Ինձ շատ հետաքրքիր է այդ ճամբարի, լեզվի, դասերի գնալու, ինտեգրվելու, նաև ինչ որտեղ մտածողության կամ փոխելու կամ հարմարվելու հետ կապված հարցերը։ Ասեմ, որ դուք դրական տպավորություն եք թողնում ու հաճելի է դիտել ձեզ, շնորհակալ կլինեմ, եթե անդրադառնաք այս հարցերին, լավ եղեք, Աստված պահապան ձեր բալիկներին, ձեր ընտանիքին։ Դժվարություն մենք հաղթահարում ենք հանուն մեր երեխաների։ Դավիդի ինչ համովիկ է, իսկ Բելգիայում ապրելու համար, նույն աղջկա մեկնաբանությունն եմ կարդում, Բելգիայում ապրելու համար, որ հատվածն է ըստ ձեզ ավելի լավ կամ հեշտ, նաև լեզվի առումով կամ բոլոր առումներով։ Անին է ինձ գրել, կներեք այնքան հարցեր տվեցի, անգամ անունս չասացի, ես Անին եմ։ Ան ջան, շատ հաճելի է, Աստված թող պահապան լինի բոլորի ընտանիքների և բոլորի երեխաներին, ապրեք հարցերի համար, հիմա շատ անկեղծ կպատասխանեմ ու նաև մի հատ բան կասեմ ձեզ։ Երբ որ կլինեք Բելգիայում, ինստագրամյան էջս բիոյում կա, գրեք ինձ ցանկացած հարցով, ես ձեզ կօգնեմ ինչով որ կկարողանամ։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, խնդիր ընդհանրապես չկա։ Ամուսինս էլ եթե պետք լինի կկապվի ձեր ամուսնու հետ ու կապի մեջ կլինենք։ Հանգիստ եղեք, պանիկա մի արեք вообще, այդ որ արդեն փոշմանում եք կամ չգիտեմ ինչ, եթե նպատակ ունեք, նորից եմ ասում, գնացեք ձեր նպատակի հետևից։ Բարդություններ բոլորի կյանքում լինում են, նենց չի, որ մենք մեր հայրենիքում ենք ապրում, առանց խնդիրների, առանց պրոբլեմների ապրում ենք, չէ, տենց չի։ Դպրոցի, լեզվի, ճամբարի, ինտեգրման, տարածքի մասին հիմա արդեն 20 րոպեա խոսում եմ, Աստված իմ, ես ինչ երկար են ես խոսում, հայերենի համար սեղմել մեկ։ Իդեպ ասեմ, որ այնքան եմ ռուսերեն, հայերեն, նիդերլանդերեն, անգլերեն, մի քանի բառ ֆրանսերեն, ինչ լեզվով ասես խոսացել եմ ու խոսում եմ, արդեն իմ կդվինս փչացել է, լուրջ եմ ասում, ժողովուրդ, էլ չեմ կարող մտքերս ճիշտ։ Ուրեմն, ամենայն անկեղծությամբ եմ պատասխանում բոլորի տված հարցերի։ Առանց ինչ որ շրջանցելու, մի հատ բան եմ ուզում ձեզ ասեմ, հայկական YouTube-ը այդ մի հատ խայտարակություն է։
Ես ուղղակի ամաչում եմ այդ նույն հարթության վրա լինելուց անկեղծ եմ ասում։ Ես նենց վիդեոներ եմ տեսել, նենց բաներ եմ տեսել, որ ես ապշած եմ մարդկանց վրա, ովքեր հետևում են տենց մարդկանց, անկեղծ եմ ասում։ Ուրեմն, ես գնահատում եմ անկեղծությունը։ Ես սիրում եմ անկեղծություն, ես մաքսիմալ անկեղծ ներկայանում եմ, բայց ես չեմ կարող ընդունեմ այն անկեղծությունը, որ կարա ցույց տա մարդը, ինչքան գրեհիկ է ինքը, ինչքան անմակարդակ է, ինչքան անհասկանալի ընտանիք է, չեմ ուզում պրոստը երկխոսամ, չեմ ուզում։ Մեկ էլ կա սենց մի հատ այլ կատեգորիա YouTube-ում, ովքեր այսենց դեմքով ցույց են տալիս, որ իրանք միայն գրական են շփվում, շատ արհեստական է, էլի, շատ այն մաքսիմում անկեղծ է, մաքսիմում արհեստականը, շատ գրական են շփվում, իրենք այնպիսի դաստիարակություն են տալիս իրենց երեխաներին, որ կլասն է, բայց խնդրում եմ հետևեք նենց մարդկանց, խնդրում եմ պրոստը ես ձեզ, ումից դուք ինչ-որ առաջ գնալու, ինչ-որ բան սովորելու ունեք, հասկանում եք, ոչ թե իրանք ձեզանից մակարդակով ցածր են, այլ բարձր, ոչ թե իրանք մաքսիմալ ցույց են տալիս ձեզ այն ինչը որ կարա ձեզ ինչ-որ բանով օգուտ լինի, հասկանում եք, նես չի, օրինակ հիմա, որ ես գնամ խանութ ու ինչ-որ բան նկարեմ, այդ ձեզ օգուտ է տալու, այդ հետաքրքիր է, օրինակ գները կամ չգիտեմ, հետաքրքիր է, կոնտենտը հետաքրքիր է, բայց երբ որ ես նկարեմ, որ ես չգիտեմ, այդ ինչ բառապաշար են, իրական մեր ընտանիքում տենց բառապաշար չկա, որ մենք խոսենք տենց, բայց նենց էլ չի, որ մենք ընտանիքում խոսում ենք միայն գրական, կամ ես չեմ գոռում երեխուս վրա, կամ ես ասում եմ, բալես, խնդրում եմ քեզ, հրաշքս, աստվածային էակս, քեզ աղաչում եմ, ինձ մեկ գավաթ ջուր բեր, որ ես խմեմ, տենց բան չկա, մենք սովորական շփվում ենք իրար հետ, լրիվ սովորական, վիճում ենք, շփվում ենք, գոռում ենք, ուրախանում ենք, լռում ենք, ամեն ինչ նորմալ մարդու նման, բայց նորմալ, ցենզուրայի մեջ, ոչ խայտառակ գրեհիկ եւ ոչ խայտառակ արհեստական, հասկանում եք, ես ձեզ ուզում եմ մաքսիմալ ցույց տամ, այն ինչը որ իրական է, հիմա գիտեք, չէ, ես կարայի նենց վիդեո նկարեի, որ տիպը ես Եվրոպայում եմ ապրում, բայց այն պահը, որ դու ճամբարում ես, կարայի ես այդ ժամանակ էլ նկարեի, կարայի գնայի մի հատ 3 եվրո տայի սուրճ վերցնեի նստեի, ու տենց շատ մի հատ նենց վիդեո նկարեի, որ վսյո, սաղ կմտածեին, որ էտա լավ է, էլի գնացել են Եվրոպա ու վսյո, իդեալական ապրում են, չէ, ես չեմ կարա տենց, ես չեմ կարա, ես ոչ էլ կարամ օրինակ, ինչ ասեմ, որ շատ անհարմար պահ լինի իմ ընտանիքում, կամ չգիտեմ, օրինակ ամուսինս տենց անդրավարտիքով դուրս գա դուրս, կամ օրինակ սենց գա հյուրասենյակ, ես այդ նկարեմ, չեմ հասկանում ես ինչա կատարվում, անկեղծ, բայց այդ աստիճան մեկնաբանությունները կարդում ես խայտառակություն, բայց այդ մարդը հպարտ է իր մեկնաբանությունների վրա ու այդ մեկնաբանություն գրողներն են նենց պատասխանա տալի, որ այդ խեղճ մարդիկ փոշմանում են, որ ծնվել են, չեմ հասկանում, եթե մեկը հասկանում է, գրեք էլի, խնդրում եմ ինձ է բացատրեք, ես է հասկանամ այդ ինչա, երևույթը սխալ է, անկեղծ եմ ասում, ու ասում եմ այն գրական են, որ ամեն ինչ խոհանոցը մեր իդեալական է, տների իդեալական մաքրում, չէ, տենց բան չկա, չի կարա տենց բան լինի ուղղակի, տները թափթփված են լինում, ափսեները չլվացված են լինում, ամեն ինչ լինում է, մեր գլուխը կեղտոտ է լինում,
ամեն ինչ լինում է մարդ ենք, ապրում ենք։ Գնացք տեսնում եք։ Իսկ հիմա ես պրոստը նենց ներվայնացած էի, որ պետք է արտահայտվեի, էլի չէի կարա չարտահայտվեի, կներեք։ Իսկ հիմա անցնենք մեկնաբանությանը մեր։ Մի վախեցեք, մի լսեք ոչ մեկի, ովքեր ասում են, որ շատ վատ է, շատ էս այն է։ Ես ձեզ ասում եմ, այստեղի լավը այն է, որ մեզ տալիս են 4 ամիս անց աշխատանքի հնարավորություն։ Իսկ այդ 4 ամիսների ընթացքում, երբ որ դու ճամբարում շատ բաների մասին չես մտածում, այդ ամենաիդեալական ժամանակն է, որպեսզի մարդը լեզու սովորի։ Երեխեքի դպրոցի համար բացարձակապես մի մտածեք, այստեղի կրթական մակարդակը իդեալական, անկեղծ եմ ասում, իդեալական է ուղղակի, ու դուք հնարավորություն ունեք, եթե չեք ցանկանում այդ դպրոցը, ձեր երեխայի դպրոցը փոխեք, խնդիր չկա այդտեղ։ Ձեզ չեն ստիպում, որ դուք պետք է այս դպրոց գնաք ու վերջ։ Ձեզ կալանավորի կարգավիճակում դուք չեք ապրում, ուղղակի որոշակի ճամբարի կյանքն եմ ասում, որոշակի կանոններ կան, որ պետք է պահեք։ Ճամբարի հարցով չեմ կարող բան ասել, քանի որ շատ ինդիվիդուալ է։ Ես չեմ կարող ասեմ, օրինակ ինձ Սինտրուդենի ճամբար էին տարել, այնտեղ շատ վատներ պայմանները կամ շատ լավներ պայմանները, սովորական։ Բայց շատ լավ ճամբարներ կան, որ հյուրանոցի նման են։ Շատ վատ ճամբարներ կան։ Լեզվի համար անպայման լեզու սովորեք, լեզուն սովորելուց հետո 6 կուրս անցնելուց հետո դա հոլանդերենի մասին է խոսքը, ֆրանսերենի մասին չգիտեմ։ Հոլանդերեն սովորելուց հետո դուք կարողանում եք վերապատրաստվել եւ աշխատել ձեր ցանկացած մասնագիտությամբ։ Եթե ունեք դիպլոմներ, բերեք ու այստեղ կարողանում եք փոխել, բայց այստեղի կրթությունը հետեւյալ կերպով է հաշվարկվում, այսինքն եթե դու գնացել ես, ունես քոլեջի դիպլոմ, հավատա դա ոչինչ է։ Այսինքն եթե դու գնացել ես դպրոց 8 տարի, հետո գնացել ես կամ 9 տարի, հետո գնացել ես քոլեջ, եթե 8 տարի, 4 տարի քոլեջ, եթե 9 տարի, բայց 8 տարի է կարծեմ, մենակ մեր ժամանակ ա եղել են թռնովի, չգիտեմ ինչ, ես այդ դրանից հետո ճիշտն ասած տես տեղյակ չեմ հիմա քանի տարի է ոնց է, համենայն դեպս նենց են անում, որ ցանկացած պարագայում դուրս գալուց ստացվում է, որ դու 12 տարի ես սովորում։ Եթե դու գնում ես քոլեջ, քո քոլեջի դիպլոմը իրանք նայում են որպես ավագ դպրոց։ Հասկացաք, որտեղ ստեղ կրթությունը 12 տարի է, ու այդ 12 տարվա կրթությունը պարտադիր է։ Այսինքն դրանից հետո, եթե դուք համալսարան եք գնացել, նոր դուք համարվում եք մաստեր։ Հասկացաք, իսկ եթե քոլեջի է, քոլեջի դիպլոմը մենակ դպրոց է հաշվվում։ Այդպես, անպայման վարորդական իրավունքի հարց լուծեք։ Եթե գալիս եք Եվրոպա, դա ձեր դիմաց առաջնային պլաններում դրեք, եթե վարող եք, եթե չեք վախենում, առանց մեքենա շատ դժվար է։ Վարորդական իրավունքները 6 ամիս հետո փոխվում են, արդեն 1 տարով ձեզ տալիս են բելգիական վարորդական իրավունք, մինչև ձեր գործերը կհասկանաք ինչ է լինում արդեն։ Հեշտ էր արդյոք հարմարվել, չէ, հեշտ չէր, արդեն այսքան պատմածիցս հետո կարծում եմ հասկանալի է, չէ, որ հեշտ չէր, հեշտ չի էլ կարող լինել, եթե դու ամեն ինչ թողում գալիս ես, չի կարող հեշտ լինել։ Տարածքի համար, ուրեմն, երեխաներ ունեցող մարդկանց համար միանշանակ ես խորհուրդ եմ տալիս հոլանդական զոնը, այսինքն ինչի։ Նախ այստեղ շատ հարուստ թաղամասներ են, մաքուր, այստեղ մեծամասամբ ապրում են բելջեր, այսինքն շատ օտարազգիներ չես տեսնի, որը որ օտարազգիները, հավատացեք մենք էլ ենք օտարազգի, բայց իրենք գցում են կյանքի մակարդակն ու որակը ստեղ։ Ինչ եմ ուզում ասել, այսինքն, եթե
ուզում եք ապահով ձեր երեխեքը լինեն, ուրեմն պետք է միանշանակ գաք հոլանդական զոնայում ապրեք, եթե Բրյուսելին մոտ եք ուզում, հոլանդական զոնաներ կան, ուղղակի գնային շատ թանկ են, տներ վարձակալելը թանկ են, բայց ապրեք հոլանդական զոնայում ձեր երեխաների ապահովության համար, միանշանակ։ Բրյուսելում շատ անապա, իհարկե թաղամասներ կան, որոնք շատ լավն են, Բրյուսելում կյանքը շատ մատչելի է համեմատած, Բրյուսելում խոսում են ֆրանսերեն, բայց երկու լեզվով են խոսում, բայց քանի որ էմիգրանտները այնքան շատ են Բրյուսելում, այնտեղ մենակ ֆրանսերեն պիտի տիրապետես, ենթադրենք չես կարող հոլանդերեն սովորես, գնաս Բրյուսելում հանգիստ ապրես, տենց բան չկա։ Զրոյից սկսելը շատ բարդ է, որտեվ ես ասել եմ ու էլի եմ ասում, որ ես զրոյից եմ սկսել Հայաստանից, երբ որ ամուսնացել ենք։ Լեզվի առումով էլ լեզու սովորել առհասարակ բարդ է, կապ չունի, ուզում է ֆրանսերեն լինի, ուզում է հոլանդերեն լինի։ Ինձ թվում է պատասխանեցի բոլոր հարցերին։ Իսկ հա, ստեղ ունենք նաև լեզվի դասերի գնալու, ինտեգրվելու, նաև ինչ որտեղ մտածողության կամ փոխելու կամ հարմարվելու։ Մտածողություն փոխել կամ հարմարվել պետք չի, ուղղակի որ դուք գաք այստեղ, այստեղի ապրող հայերը ու Հայաստանի ապրող հայերը կատեգորիկ իրար հետ կապ չունեն։ Այսինքն, ինչի կապ չունեն։ Այստեղի մտածելակերպը լրիվ փոխվում է մարդու ու ես ասեմ ձեզ, ով որ թվականին գալիս է, այդ թվականի մեջ ինքը մնում է։ Ենթադրենք, եթե իրանք եկել են 90-ականներին, իրանք մտածում են Հայաստանում հələ 90-ականներն է ու ենթադրենք այնտեղ չկա հարմարություն, չկա ոչ մի բան, հասկանում եք 90-ականներին ինչ վիճակ ա եղել Հայաստանում։ Իրանք մտածում են, որ Եվրոպան գնում է առաջ, իսկ Հայաստանը ուռա գոռալով հետ, բայց տենց բան չկա։ Ուզում եմ ասել, որ տենց բան չկա։ Մի խոսքով այդ շոկային պահերը կապրեք, որ տեսնեք տարբերությունը, իսկ ազգերի համար էլ ամեն ազգ իր ձևով է ապրում։ Բելջերի հետ է կարծում եմ հարմարվելու խնդիր չի լինի, որտեվ իրանք այնքան սենց վեժլիվի մարդիկ են, որ չես կարա պրոստը իրանց հետ չհարմարվես։ Ռասիստական բաներ ունեն, նենց մեկ-մեկ զգացվում է, ես չեմ զգացել այսքան ժամանակ, երիտասարդների հետ զգում ես էլի, որ սենց ուրիշ աչքով են քեզ նայում, բայց տարեցներ օրինակ երեխասեր են շատ բարեհամբույր մարդիկ են, ես հավանում եմ իրանց։ Բարդությունները բոլորիս կյանքում են, բայց էլի եմ ասում, հանգիստ եղեք, ամեն ինչի հարմարվել է պետք ընդամենը ու ամեն ինչ ժամանակի հարց է։ Միշտ մտածեք, ուզում ա լինեք ճամբարում, ուզում ա լինեք ինչ-որ դժվար պահի, թե Հայաստանում, թե Եվրոպայում, թե Ամերիկայում կապ չունի։ Դուք միշտ իմացեք, որ ցանկացած բան այդ ժամանակի հարց է, ժամանակավորը, անլուծելի ոչ մի խնդիր չկա, բացարձակապես կատեգորիկ խնդիր չկա, որ լինի անլուծելի, հիշեք։ Ու այդ ձեզ լիքը ուժ կտա, որ դուք միշտ գնաք առաջ, միշտ։ Ես կարծում եմ այսքանով կավարտեմ այսօրվա վլոգը, այսօրվա վլոգը չէ, այսօրվա իմ մենախոսությունը, չէ մենախոսություն չի, պատասխանել եմ հարցերի, այսօրվա հոլովակը այսքանով կավարտեմ, բոլորիդ կմաղթեմ, որ ունենաք շատ լավ օր, շատ դրական, պոզիտիվ, ամենալավն ու բարին եմ ձեզ մաղթում, շնորհակալ եմ, որ միշտ իմ հետ եք ու այսպես կոպիտ ասեմ, պատերժ եք անում ինձ, ապրեք շատ-շատ։